Ես ծնվել եմ Երևան քաղաքում, ուսանել եմ մինչև 8-րդ դասարան, անմիջապես ընդունվել եմ Թերլեմեզյան։ 5 տարի ուսանելուց հետո նորից շարունակել եմ ուսումս Գեղարվեստի պետական ակադեմիայում եւ գերազանց ավարտելուց հետո նույնպես շարունակել եմ Սանկտ Պետերբուրգի ակադեմիայում, սովորելով մագիստրատուրան արդեն։ Այնուհետև երկար ուսանելուց հետո որոշեցի տեղափոխվել արդեն Ֆրանսիա, զարգացնելու իմ ուսումը ավելի շատ եւ փորձը արդեն որ ստացել էի Հայաստանից եւ Ռուսաստանից։ Ինձ համար մի մեծ պատիվ էր այդ ժամանակ ուսանել այն ուսումնական հաստատությունները, որ սովորել են մեր մեծերը, ինչպիսին են եւ նաեւ Սարյանը եւ Շիշկինը, լավագույն արտիստները փորձել են մեկ ուրիշ երկիր գնալով նորից ձեռք բերել եւս մեկ ուսում, եւս մեկ կուլտուրա մշակույթ։ Ես կարծում եմ, որ այս աշխարհում մարդ պետքա մի փոքրիկ հետք թողնի։ Ուրախ եմ, որ այս մասնագիտությունն եմ ընտրել, որ կարողանում եմ ավելի շատ ինձնից հետո թողնել մի հետք։ Եվ առաքելություններս նրանում են, որ հայկական մշակույթում եւ հայկական եկեղեցիներում հնարավորինս շատ թողնեմ այդ հետքը, որը որ արվեստի եւ վրձնահարվածի շնորհիվ եմ թողնում։ Շատ հաճախելով Եվրոպայում մեր մեծերի ստեղծագործությունները նայելուց հետո հասկացա, որ ինչու՞ չէ, որ մեր եկեղեցիներն էլ պետք է շքեղ լինեն։ Օրինակ Միքելանջելոն եւ ավելի շատ երբ որ Իտալիա գնացի, շատ որմնանկարներ տեսա պատերին, որ մարդիկ հերթը անծայրածիր էր եւ ուզում էին այդ գեղեցիկ պատկերները մտնեին, տեսնեին ավելի շատ ոչ թե եկեղեցին էր գրավում, այլ այդ հրաշալի արվեստը, որ ուզում էին իրենք տեսնել։ Եվ ինձ մոտ միտք ծագեց, ինչու՞ չէ մեր հայկական եկեղեցիները այդպիսի շքեղ տեսքն ունենան, չնայած որ մեր հայկական կանոնիկ եկեղեցիներում արդեն իսկ մթնած են գույները, ինչու, որովհետև դարեր շարունակ ռեստավրացիաներ չենք կատարել։ Եվ մեր մեջ նստածա, որ եկեղեցին պետքա մութ ու սև լինի։ Բնավ մեր եկեղեցիները դարեր առաջ որդան կարմիրով են զարդանախշերը ստեղծել ու բավական ալ գույներ են ունեցել։ Տարիների ընթացքում մոմի ծուխից եւ ընդհանրապես փոշիներից դա մտնել է։ Եվ մեր առօրյայի մեջ չենք ունեցել մաքրել եւ ռեստավրացիաներ անել մեր եկեղեցիները, չնայած որ այսօր բավականին շատ տարբեր տեղերում արդեն սկսել ենք անել եւ ուզեցի այդպիսի լուսավոր եւ գեղեցիկ նախշազարդում ունենալ եւ ես անվճար հիմունքների հիման վրա տեղափոխվում եմ հիմա մեր եկեղեցիներում ինչքան հնարավոր է ես ինչքան կապրեմ որոշել եմ դա իմ առաքելությունն է դարձնել։ Ես իմ երջանկությունը գտել եմ արվեստի մեջ։ Ինձ դուր է գալի այդ արվեստով զբաղվելը եւ դա այդ նպատակներից մեկն է ապրեմ այնպես, որ երբեք չտուժի այդ արվեստը իմ կյանքում։ Երևանը ինչ է քեզ համար։ Երևանը դա մի, ասացիք Երևանը միանգամից տենց թախիծով գնացի երևանյան փողոցներով ու Երևանը դա մի կյանք է, դա մի էտապ է, որը որ ես ապրել եմ եւ գիտեք արտահայտություն կա, ասում եմ ես հպարտ եմ, որ ես հայ եմ, ես սիրում եմ իմ հայրենիքը, որովհետեւ ես այդտեղ ծնվել եմ։ Իմ մանկությունը, իմ ընկերները, ավետը մի լավ խոսք է գրել, Երևանը դա մենք ենք, Երևանը շենք ու ծառը չի։ Այդ երևանցիները ինձ համար Երևանն են։ Չստացվի, որ ինչ որ տենց մարդիկ, ավելի շատ մարդիկ են։ Երևանի, որ շեշտեցիք Երևանը, Երևանի հոտը հենց երևանցիներն են։ Քեզ ընդունում են Եվրոպայի շատ ու շատ պատվարժան քաղաքական գործիչներ, արվեստագետներ, եւ դու մեծ ճանաչում ունես նրանց շրջանակներում, այն ինչպես է շփվում իրենց հետ։ Ուզում եմ սկսել մի օրինակով, հիշիր ինչպես մենք իրար հանդիպեցինք։ Այդ նույն կտրվածքով բոլորին եմ հանդիպել իմ կյանքում պատահականության սկզբունքով։ Ես իրենց հետ ավելի շատ խոսում եմ իմ վրձնահարվածով, իմ նկարներով, որովհետև արվեստը չունի լեզուներ, չունի ռասա, չունի ազգություն եւ փորձելով համեստության սահմաններից դուրս չգալով այո, այդ լավագույն արվեստի իմ մոտեցումը կտավների շնորհիվ ես կարողացա խոսել իրենց հետ եւ իրենց գնահատականը շատ արագ եղավ իմ հարցում։ Ես երբեք չէի մտածի, որ ես կնկարեմ այնպես, որ մինչեւ երկրի նախագահների չափով քեզ այդպիսի մեծ տեղ կտան։
պետք է միշտ շնորհակալ լինի մարդ եւ ես միշտ շնորհակալ եմ իմ այն բոլոր մարդկանց, ովքեր իմ կյանքում մի փոքրիկ դեր են ունեցել։ Իմ դասախոսական ողջ անձնակազմին, այն մարդիկ, ովքեր իմ կողքն են եղել, ես շնորհակալ եմ իրանց, որովհետև իրենց տված փորձը եւ իրենց տված ուժը դա միշտ ինձ հետ ես տանում եմ։ Ես առիթ եմ ունեցել եւ պատիվ եմ ունեցել մեծ դասախոսներ ունենալու։ Եվ այսօր այն շնորհքը, որ ես ունեմ, եւ տիրապետում եմ այդ բոլոր հնարքներին, որը ես գիտեմ, եւ ես այն ժամանակ մտածում էի, որ դա բոլորը գիտեն։ Տարիները անցա եւ հասկացա, որ ես իմ բախտն ու շանսն եմ ունեցել այդ լավ դասախոսների մոտ ընկնելով, քանի որ շատ ուսանողներ են ուսանել հենց այն նույն բուհերում, որը ես եմ ուսանել, բայց չեն ունեցել այն փոքրիկ, միգուցե մի փոքրիկ մազոկ, որը հենց այդ դասախոսը քեզ պետք է սովորեցներ։ Եվ դրա համար մի ամբողջ կյանք ինձ հետ այդ շնորհակալությունը կտանեմ, ուր էլ որ հասնեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ես ապրում եմ Մարսելում եւ ամբողջովին իմ էներգիայի եւ ժամանակի մեծամասնությունը հենց տալիս եմ այն փոքրիկներին, ովքեր ապրում են Մարսել քաղաքում, եւ ոչ միայն հայ բալիկներին, այլ այն բալիկները, ովքեր որ ցանկանում են սովորել գեղանկարչության եւ կերպարվեստի բոլոր այն հնարքներին, որ ես նույնպես պատիվ ունեմ իրենց սովորեցնելու, քանի որ վստահ եմ, ինչպես որ ես եմ ժամանակին շնորհակալ եղել այդ դասախոսներին, մի օր իրանք էլ կհասկանան ինչ եմ ես իրենց տալիս, քանի որ ես դա ինձանից չեմ տալիս, ես դա սովորել եմ։ Ինչ ես մտածում, երբ դու կարող ես երկու ձեռք։ Ես վերջի տարիներն եմ հասկացել, որ դա նույնպես ինչ-որ մի չափով տաղանդ էր։ Ես նույնպես փոքրուց մեզ սովորեցրել են, որ շատ համեստ լինենք։ Մեզ սովորեցրել են մեր դաստիարակության մեջ, որ դու ինչ-որ անում ես, դա նորմալ է, որ անում ես։ Եվ այս վերջերս հասկացա, որ հա, նորմալ է, որ ինչ-որ անում եմ, բայց ոչ բոլորն են անում, պարզվեց։ Եվ ինչ եմ զգում եմ մի հատ մեծ ուժ։ Ինքս ինձ գերազանցելու ուժն եմ զգում։ Երբեմն օրեր եմ ունենում, որ դա չեմ կարողանում անել, այդ երկու ձեռքով նկար, որտեղ դա մի հատ այն օր եմ հասկանում, ինչ աշխը մուսա, այդ մուսան գալիս է հենց այդ ժամանակ, երբ որ դու ուզում ես եւ քեզ մոտ դա չի ստացվում, որտեղ դու չունես այդ մուսան։ Բայց երբ այդ մուսան ինձ այցելում է, ես 20 րոպեում նկարում եմ երկու տարբեր մարդկանց պորտրետներ։ Շուտով մեկնում ես Մարսել։ Ինչ է ստանելու քեզ հետ այստեղից։ Նոր երևանյան շունչ, նոր հայեցի ուժ, ինչքան էլ մենք հայ ենք, լինելով օտար հողի վրա, օտար մշակույթի մեջ, միգուցե մի օր կձուլվենք։ Դրա համար մենք ոչ թե պետք է գանք ստեղ ուղակի մանգալու եւ արձակուրդներ անցկացնելու համար, այլ հայեցիություն գողանալու համար։ Միշտ մնալ հայ պետք է լիներ նաեւ Հայաստանում։ Եվ մի հարց, որ ավելի վաղ պիտի տայի, որտեղ է Լուիզան, որտեղ է սերը, ուր է կապը սիրո եւ Լուիզայի միջեւ։ Ինձ համար Սերը դա իրականում ես հասկացա մեծ տարիքում ինչ է։ Կա մի քանի էտապների սեր, հա, կամ մանկական, հասուն։ Ես կարծում եմ 30-ից հետո գալիս է այդ հասկացողությունը, կամ սիրում ես, կամ ոչ։ Ես սիրում եմ անկեղծ սիրել։ Եթե չկա այդ անկեղծ սերը, ինձ պետք չի այն ձևական, հա, հարաբերությունները, միգուցե դա այս կյանքում պետք է, հա, կանոնիկ, ընտանիք, սեր, նույնիսկ այդ սերը անցնում է մարդկանց մոտ, բայց նրանք շարունակում են ապրել եւ մտածում են դա եւ սեր էր։ Ոչ, սերը դա 24 ժամն է։ Ամեն վայրկյան, ամեն րոպե դու պետք է սիրես։
Բարով եկեք իմ արվեստանոց, որը գտնվում է Մարսելում, եւ իդեպ այս վերջերս եմ այս արվեստանոցը ձեռք բերել եւ ուրախ եմ, որ այցելեցիք իմ արվեստանոց։ Մարսելը շատ գեղեցիկ քաղաք է, Մարսելը ինձ միշտ հոգեհարազատ է եղել, ինձ թվացել է դա երկրորդ իմ Երևանն է։ Միշտ Ֆրանսիայում, երբ որ շրջել եմ քաղաքները, ամենահարազատը Մարսելն է ինձ թվացել։ Ճիշտ է, կան տարբեր տեսակի մարդիկ, որոնք որ ապրում են, բայց քաղաքը կապ չունի մարդկանց հետ եւ քաղաքը ինքն իրանով շատ գեղեցիկ է, որ շատ է տրամադրում ստեղծագործելու համար։ Այստեղի ստեղծագործությունները հիմնականում պատմություն ունեցող ստեղծագործություններ են, որոնք տեսնում եք, մեծ մասը նաեւ այստեղ ստեղծված ստեղծագործություններ են, մնացածը բերել եմ Հայաստանից։ Իմ յետևում դիպլոմային աշխատանքներս են երկու Թերլեմեզյանի եւ Գեղարվեստի ակադեմիայի եւ գրեթե այն գործերն են, որոնք որ չեն վաճառվում եւ միշտ ինձ հետ են։ Վրձինը գիրք է թե սեր։ Միանշանակ սեր։ Համենայնդեպս ինձ համար սեր, որովհետեւ վրձինը դա հոգու խոսքն է։ Իսկ հոգին առանց սիրո ինձ թվում է լավ չի ապրում։ Գիրք չկա։ Գիրքը դա կարելի ասել ճիճն է ստեղծագործության մեջ, այն որ ճիճ է, այն որ ասում է էմոցիա, բայց իրականում առանց սիրո ստեղծագործություն ի սկզբանե չի լինում ստեղծել։ Այստեղ եմ նկատում, որ դեղին գույները գերակշռում են։ Միթե քո կյանքում գունային փոփոխություն տեղի չի ունենում։ Կյանքում գունային փոփոխություն լինում է, բայց արվեստի մեջ միշտ սկզբունքներս չեն փոփոխվել, երբեք շատ եմ փորձել տարբեր ոճեր, բայց դեղին է ինձ հետ միշտ առաջնորդվում է որպես արև, որպես կյանք, որպես լուսավոր ինձ կետ։ Երբ նայում եմ դեղնին, հասկանում եմ, եթե չլիներ դեղինը, չէինք տեսնի այս աշխարհը այնքան գեղեցիկ, ոնց որ հիմա ենք մենք բոլորս տեսնում, իսկ ինձ համար դա արևն է, որը որ կյանքն է։ Շատ ուրախ եմ, որ այսօր այցելեցիք ինձ, նաև ուրախ եմ, որ ձեզ նաև հրավիրեմ Երևանում, իմ անհատական ցուցահանդեսի նկարիչների միությունում, այնտեղ նաև իմ գրքի շնորհանդեսն է լինելու, որը որ շատ երկար տարիներ աշխատել եմ, դա մեր հայկական մանրանկարչության գիրքն է եւ ձեզ բոլորից սպասում եմ այնտեղ։ Այստեղ նաև փոքրիկների համար պատրաստել եմ կավագործության արվեստանոց, որտեղ իրանք նաև կարող են մոտիկից ծանոթանալ հայկական խեցեգործության հետ։